Պարոն Կարապետյան, այս ընտրարշավին շատ քաղաքական ուժեր են խոստանում փոփոխություններ բերել, սակայն ժողովուրդը հիմնականում ասում է բոլորը նույնն են։ Ինչ է անելու ուժը Հայաստանը, որպեսզի մարդիկ չասեն սա հերթական խոստումներ։ Այս ընտրարշավին հիմնական փոփոխություն բերողը հենց փոփոխություն բերելու ամբողջ միտքը մեր ուժն է առաջարկել, որ մեր երկրին պետք է ընդհանրապես որակական փոփոխություն։ Մեր երկրի առաջնորդների փոփոխություն ըստ նրանց մասնագիտական տվյալների, դա պետք է տնտեսագետ ղեկավար, ով կվերականգնի մեր երկրի քանդված գործարանները, ով կվերականգնի աշխուժությունը մեր շրջաններում։ Դա է որակական փոփոխություն։ Մենք չենք ուզում մարդուն փոխենք մարդով։ Մենք ուզում ենք տնտեսագետին փոխենք ոչ մասնագետներին ճամփենք։ Պարոն Կարապետյան, բոլոր ընտրություններին մարզերում, ավելի շատ խոշոր համայնքներում շտաբներ են բացվում, քաղաքական կյանքը եռում է, ընտրություններն ավարտվում են եւ այդ ամեն ինչը վերանում է։ Այսինքն, որպես այդպիսին մարզային քաղաքականություն գոյություն չունի։ Մարզի բնակիչը ներառական չէ, մասնակից չի զգում իրեն երկրի կառավարման գործին։ Ճիշտ եք, բայց ժողովրդավարությունը այսքան ժամանակ հնարել է միայն ընտրությունների ձևաչափը, որպեսզի մարդկանց ներգրավի քաղաքական process-ների մեջ։ Դրանից հետո կան տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Մարզային փոփոխությունների եւ մարզում մեր մասնակցության մասին կարող է ասել այն աշխատանքը, որ Տաշիր բարեգործականը արել է մարզում։ Մարզի ամեն համայնքում մենք ունենք կատարած աշխատանք։ Մարզում միշտ ներկա ենք եղել մեր սոցիալական ծրագրերով, ներդրումային ծրագրերով եւ չեն կարող լքել մարզը մի պարզ պատճառով։ Մենք այս մարզից ենք։ Եթե ստիպված մեկ ոլորտ, որի վրա առաջիկա 5 տարիներին պետությունը ստիպված էր կենտրոնացնել առաջնահերթության կարգով ուշադրությունը, ապա որ ոլորտը կլիներ դա եւ որոնք կլինեին առաջին քայլերը։ Երկու ոլորտ։ Հնարավոր է։ Ասեք։ Երկու ոլորտը առաջինը տեսնում ենք, որ կրթության մեջ մեծ փոփոխություն է պետք։ Եթե մենք ուզում ենք ուժեղ երկիր ունենանք, պետք է ունենանք զարգացած կրթական համակարգ։ Երկրորդը իհարկե դա մեր գործարանների վերակառուցումն է, աշխատատեղերի ստեղծումն է։ Գործարանները, քանդված գործարանների տեղը մենք պետք է վերակառուցենք մեր արդյունաբերական պոտենցիալը։ Մեր մարզը միշտ հայտնի է եղել իր արտադրանքով։ Մեր մարզի ամենամեծ քաղաքն է ստեղծվել հենց արդյունաբերության հիմքի վրա մեծացել, դառել իր երկրի երրորդ քաղաքը։ Եվ դա պետք է վերաստեղծենք, վերակառուցենք։ Ու այդտեղ ամենակարևոր բանը, որ կուզենայի ասեի, այս ամեն ինչը, համ կրթությունը, համ գործարանների եւ արդյունաբերության վերաստեղծումը մեզ մի բանի համար է պետք, որպեսզի պատմության գիրք ուղարկենք Հայաստանում տարածված աղքատությունը, որպեսզի մասսայական աղքատությունը մեր կյանքից վերանա։ Լոռու մարզը աղքատ մարզ է, այն պատճառով, որ չկան աշխատատեղեր։ Ինչքան էլ մենք սոցիալական ծրագրեր անենք, բարեգործական հիմնադրամը աջակցի, եթե չկա աշխատանք, չկա բարեկեցություն։ Աշխատանքն է ճանապարհը եւ աշխատանքի մեջ ամենակարևորը արդյունաբերություն։ Եվ մենք հիմա Ստեփանավանում ենք, Ստեփանավանում հիմնականում մենք տեսնում ենք туриզմի շեշտակի աճ, որովհետեւ պատմականորեն շատ լավ տուրիստական գոտ է։ Մեզանից մի քիչ հեռու պատմական, հայկական Բագրատունների եւ Կյուրիկյանների ամրոցներից մեկն է Լոռվա բերդը, այստեղ է դենդրոպարկը, այստեղ են ժողովուրդը Ստեփանավանի, ովքեր հենց բնածին հյուրընկալ են, հյուրասեր են եւ նաեւ պատմականորեն Ստեփանավանը միշտ եղել է տուրիստական կենտրոն։ Այդ իսկ պատճառով զարգացումը այստեղ տեսնում ենք այսպես։ Վանաձորում արդյունաբերություն։ Տաշիրը ունի զարգացման իր ուղին, որը մենք կներկայացնենք։ Պարոն Կարապետյան, բոլոր կուսակցությունները երիտասարդներին կոչ են անում, երիտասարդների ուղղված լիքը ծրագրեր են առաջարկում, բայց հաշվի առնելով երիտասարդության տարիքը, պատկերացրեք մի քանի տասնամյակ ավել մեծ մարդիկ կան մեր իրականության մեջ, եւ չեք կարծում արդյոք, որ այդ մարդիկ օգտակար են եւ նաեւ փորձառու են, այս մասին ինչ կա։ Այո, ավակ սերունդի մեծ փորձը մենք պետք է օգտագործենք մեր երկրում, մեր երկրի վերակառուցումը կազմակերպելու համար, որովհետև մենք այլ փորձի տեղ, քան մեր ավակ սերունդի փորձը, եւ նաեւ օտարերկրյա փորձի համակցությունը չունենք։ Երբ որ մենք ասում ենք արդյունաբերական վերակառուցում, արդյունաբերության վերաստեղծում, ավակ սերունդի օգնությունն է այդտեղ պետք, որովհետև մենակ իրենք են ինստիտուցիոնալ հիշողություն ունեն, թե ինչպես է եղել, ինչպես կարելի է։ Մյուս բանը, ի տարբերություն բոլոր կուսակցությունների, ուզում եմ մի հատ տարբերություն ամեն դեպքում մենք շեշտենք։
Մենք դեռ չենք եղել քաղաքականության մեջ։ Մենք որպես ուժ առաջինն ենք, Սամվել Կարապետյանը Հայաստանում չի եղել քաղաքականության մեջ, առաջի անգամ է քաղաքական process-ն, մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները մեծի մասամբ իրենք արդեն ներկայացել են իրենց աշխատանքը ինչ որ առումով մաս են կազմել իշխանական բուրգի։ Այսօր հիմնականում մեր քաղաքական դաշտում պայքարը քաղաքական ուժերի միջև տեղի ունեն ոչ թե գաղափարներով, այլ իրար դեմ։ Ինչով է ձեր կուսակցությունը տարբերվում, այսպես ասենք, քաղաքական աղմուկից։ Տեսեք, շատ եմ մտածել, ինչու են աշխարհի բոլոր խորհրդարաններում խոսում գործից, մեր մոտ իրար հետ կռվում։ Դա մեր տաքարյունության մասին է նաև խոսում։ Բարձր ինքնասիրության բարձր մակարդակի մասին է խոսում։ Սա լավ լուր է։ Վատ լուրը, որ որոշակի քաղաքական գործիչներ սա սարքել են տասնամյակով, սա սարքել են հիմնական քաղաքական դիվիդենդ շահելու միջոց։ Այսինքն կան ուժեր, կա ուժ կոնկրետ, որը մարդկանց անվանակելով, մարդկանց թիրախավորելով հասցեական ոչ թե ծրագրերով կարողացել է իշխանություն ունենալ։ Եվ այդ որակական փոփոխությունը հիմնականում մենք որ ուզում ենք ասենք, ինչու ենք մենք տասնյակ անգամներ շեշտում մեր ծրագրերի մասին, ինչու միայն չենք պատմում մեր ղեկավարի մասին, իր անցած փայլուն ճանապարհի, այլ պատմում ենք ծրագրերի մասին, որ մարդիկ տեսնեն մեր ծրագիրը գնահատեն, մեզ պետք չի առանց մեր ծրագիրը գնահատելու, որ մեր հայրենակիցները ինչ որ կողմնակալ վերաբերմունք ունեն։ Պետք է ծրագիրը հասկանան, տեսնեն ինչ ենք առաջարկում եւ այդ ժամանակ կատարեն իրենց ընտրությունը։ Ուզում են փոփոխություն, թե ամեն ինչ լավ է, թե մենք հիմա արդեն բոլորը բարեկեցիկ են ապրում ու Հայաստանին փոփոխություն պետք չի։ Իմ կարծիքով այն երկրում, որտեղ ամեն 5 քաղաքացուց մեկը աղքատ է, փոփոխությունը ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է։ Պարոն Կարապետյան, գաղտնիք չէ, որ ոչ միայն որ մարզում, հանրապետությունում փոքր համայնքները դատարկվում են, թեկուզ եւ ասֆալտապատ, բայց դատարկվում են։ Այս ուղղությամբ ինչ կասեք։ Աշխատատեղ, գյուղատնտեսության մեջ մեր երկրում ընդհանրապես ոչ մի լուրջ պրոյեկտ չի արվում։ Գյուղացիները մշակում են հողը, դժվարությամբ ստանում են բերք եւ չգիտեն թե ուր վաճառեն դա։ Եթե մենք ուզում ենք գյուղերը չդատարկվի, մարդիկ պետք է աշխատեն գյուղերում։ Եթե մենք ուզում ենք գյուղատնտեսությունը ու ընդհանրապես համայնքները զարգանան, պետք է գյուղերում գյուղատնտեսական զարգացում, դա հենց մեր մթերման կայանների երաշխավորված բերքի վաճառքի ծրագիրն է, իսկ ամեն համայնքի համար զարգացման իր ծրագիրը։ Մենք տեսնում ենք Ալավերդու շրջանի տնտեսական կոլապսը։ Ալավերդին մենք կորցնում ենք Ալավերդու տնտեսական ուժը ամբողջությամբ կորցրել ենք, երբ որ փակվել է Պղնձաձուլարանը։ Այս պարագայում մենք տեսնում ենք, որ պետք է Պղնձաձուլարանին համահունչ մի արդյունաբերական ընկերության ներկայություն այդ համայնքում, որ մարդիկ աշխատանք ունեն։ Եվ մենք Ալավերդի էինք այցելել, հարցնում են ինչպես է իրավիճակը եւ մարդիկ ասում էին ֆաբրիկայի փակվելուց հետո շատ վատ է գործերը։ Անկամ բոլոր վարորդները, բոլորը ասում են վատ է։ Մեր երկրում խանութները մեր երկրում պետք է որ Ալավերդին վերակենդանացնելու համար, Ալավերդին չկորցնելու որպես տնտեսական միավոր, պետք է որ այդտեղ գործ լինի։ Յուղերում բերքի վաճառքի հնարավորություն ունենա։ Օձունի օրինակը բերեմ։ Օձունում այս տարի մարդիկ ստացել էին ռեկորդային բերք եգիպտացորենի եւ վաճառելու տեղ չունեին։ Դուք պատկերացնում եք մեր երկիրը տարեկան 20-30 միլիոն դոլար եգիպտացորեն է ներմուծում։ Բայց օձունցին ստացել է այդ եգիպտացորենը, այդ չի կարողանում հասցնի գնորդին։ Ու այդտեղ է հիմնական գաղափարը, որ պետք է բերքի գյուղացին զբաղ մենակ բերք մշակելով, ոչ բերքը ստանալով եւ ոչ թե վաճառքով։ Վաճառքը պետության խնդիրն է։ Պետությունը պետք է կազմակերպի թե մասնավորով, թե պետական աջակցությամբ, վաճառքը բերքի։ Ու օձունի օրինակը ամենամեծ օրինակն է, թե ինչպես չի աշխատում մեր գյուղատնտեսական համակարգը։ Ու ասեմ ինչպես կարող է աշխատել, երբ չունի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն չունի այս երկիրը։ Կարծես թե գյուղեր չկան։ Գյուղերը մենակ ասֆալտ անելու համար չի, տենդեր անելու համար չի։ Ասֆալտը լավ բան է, բայց պետք է մարդու տուննել միջոց գա, որ մարդը կարողանա վայել իր ընտանիքը պահի, ժամանակին վայել։ Խնդրում եմ խոսեք նաև դպրոցների փակման վերաբերյալ, քանի որ պետությունը այսօր իր ծրագիր է դրել համատարած դպրոցներ են փակվում։ Այս խնդիրը ինչպես պիտի լուծվի։ Դպրոցների փակումը անվան բան։ Դպրոցների փակումը երկու խնդիր ունի։ Առաջինը Հայաստանում ամեն 4-րդ գյուղ մնալու է առանց դպրոց։ Դա նշանակում է, որ գյուղը թուլանում է։ Երկրորդը, երբ այս իշխանությունը, ես մի անգամ ասել եմ, երբ որ այս իշխանությունը փակում է դպրոցը, նա ցույց է տալի, որ հույս չունի, որ այդ համայնքում բնակչությունը կաճի։
հույս չունի, որ ինքը կարողանալու է բերի զարգացում։ Եթե դու դպրոցը արդեն փակում ես, ուրեմն ձեռքերդ լվացել ես այդ համայնքից։ Հենց պրինցիպը դրանում է, որ դպրոցը պահել ու համայնքները զարգացնել։ Մենք այլ ելք չունենք, մենք չենք կարող մեր համայնքների 1/4-ը առանց դպրոց թողենք, թե ինչը չեն կարողանում զարգացնել։ Պետք է սովորենք զարգացնել, որովհետև ուրիշ երկիր չունենք։ Սա է։ Ձեր թիմակիցներից շատերին մեղադրում են ընտրակաշառքի մեջ։ Այս մասին ինչ կասեք, ինչպես եք պայքարելու այս արատավոր երևույթի դեմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեղային կառույցների, համայնքապետերի, հեռախոսազրույցների մասին մեր հանրությանը հայտնի լինի, իրանք այնպիսի բաներ կլսեն, այնպիսի մարդկանց վրա այնպիսի ճնշումների մասին կլսեն, որ հաստատ մարդկանց տրամադրությունը այլևս նույնը չի լինի։ Ընտրանքային ինչ որ իրենց process-ները ես կարող եմ երկու բան ասել։ Առաջինը, այսօր Հայաստանում կարիք չկա մեկը, ինչ որ մարդկանց մոտիվացնի, որ գնան իշխանության դեմ, որովհետև մարդիկ հիասթափված են իշխանությունից, բնակչության մեր ժողովրդի 70-ից 75%-ը փոփոխություն է ուզում։ Մոտիվացնելու կարիք չկա։ Երկրորդը, եթե իրապես այդպիսի մի բան լիներ, հիմա սարքել էին մեծ պատմություն։ Դա ուղղակի մարդկանց մոտ են տպավորությունը ստեղծելն է, որ ինչ որ ֆինանսական միջոցների բանի հետ կապված, որի մասին պատասխանել է մեր ղեկավարը Սամվել Կարապետյան, ասել է այս երկրում կաշառք տվողն էլ, կաշառք վերցնողն էլ իշխող ուժն է։ Բա պաշտոնապես մեկնարկում է Քարոզ Արշավը։ Ում հետ կբանավիճեք, Նիկոլ Փաշինյանի հետ կբանավիճեք։ Քաղաքական ուժերի ղեկավարների հետ իհարկե պատրաստ եմ։ Ընդհանուր բանավեճը Այո, իրենց հետ էլ կբանավիճենք սիրով։ Մենք սպասում ենք այդ օրվան, մեր հանրությունը պետք է տեսնի դա։